Ազգային ժողովում լրատվամիջոցների գործունեության դրանց տարիներ առաջ դերակատարության վերաբերյալ քննարկումները թեժացան, նույնիսկ սկսեցին փոխադարձ վիրավորանքներ ու ռեպլիկներ հնչել։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը падգամավորների հիշողությունը քառորդ դար հետ տարավ։ Ինչպիսին էր մամուլն այդ ժամանակ եւ ով ում դեմ ինչ էր գրում։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխը պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Ու հենց այստեղ էլ վեճն ավելի թեժացավ։ Ընդդիմադիր ու իշխանական падգամավորները մեկը մյուսին կարգի էին հրավիրում։ Սուտ խոսացին որովհետև։ Ամբիոնից իջավ ազգային ժողովի նախագահը, իր թիմակցին պաշտպանելու համար խոսքը կրկին Գեղամ Մանուկյանին էր ուղղված։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, մի սպառնում ես ինձ։ Սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի, հետ եկեք, 20 րոպե կյանքները կերար բոլորիս, խնդրում եմ, նստի լսի։ Հետո ազգային ժողովի նախագահը դիտողություն արեց Հայաստան խմբակցության մեկ այլ падգամավորի։ Սիմոնյանին դուր չի եկել падգամավոր Վարդանյանի պահվածքը քննարկումներից մեկի ժամանակ։ Վարդան, ես անկեղծ չեմ հասկանում, ոնց կարելի է, որ մարդը ամբիոնից զոհված մարդկանց անուններ է տալիս։ Անենց եք ժպտում, ես ասենք զարմացած եմ, էլի։ Ասենք այդ ծիծաղն ու ժպիտը զոհերի անունները տալու հետ կապված ամոթ է, էլի։ Եվ քանի որ օրակարգային հարցը մամուլն ու դրա ազատությունն էր, падգամավորները կրկին թեմային անդրադարձան։ ՔՊԱ-ականները հայտարարեցին, թե Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը թվեր հնչեցրեց, թե ընդդիմությունը տիրապետում է լրատվական դաշտի 90%-ին, իշխանությունը 10%-ին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։